եթերում ենք, մեր հյուրն է Գևորգ Նուրումյանը, Ֆրանսիայից, բարև ձեզ պարոն Նուրումյան։ Հարգանքներս պարոն Գրիգորյան։ Ինչպե՞ս եք։ Գերազանց ինչպես միշտ դուք։ Շնորհակալություն Փառքը Տիրոջնա, սիրելի հայրենակիցներ, իմ համար շատ կարևոր է խոսել երկնքից, նոր երկրից, որովհետև երկնքի արժեքներով կարող ես երկրի վրա ապրել, աշխատել, իմաստություն ունենալ, իմ համար Աստծո փառքը առաջնագինն է, որովհետև առանց Աստծո մենք չունենք փրկություն։ Պարոն Նուրումյան, խնդրում եմ ներկայացեք մեր հայրենակիցներին, ճանաչեն ով է Գևորգ Նուրումյանը եւ արդեն իսկ դրա մենք մեր հարցերը կունենանք։ Խնդրեմ։ Շնորհակալություն եթերի համար, մուտքս թող բարին լինի ձեր նորաստեղծ այս գեղեցիկ հաղորդման մեջ, որը ինձ համար անակնկալ չէր, եւ ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար սա չլինի անակնկալ եւ լրատվական տեղեկատվական սա մի աղբյուր է, որտեղից կարող են իրենք տեղեկանան անցուդարձ աշխարհի ամեն ինչը որ կատարվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ երկրագնդում մեկ, քանի որ ինչպես պարոն Գրիգորյանը, այնպես էլ մենք գտնվում ենք մայրցամաքում եւ կփորձենք մայրցամաքից ձեզ տեղեկացնել այն ամենը, ինչը որ վերլուծությունների եւ տեղեկատվության արժանի է։ Ես ձեզանից մեկն եմ, ներկայանալու բան չունեմ, ինքս Պայստազորի փոխգնդապետ եմ, մեր Հայաստանի Հանրապետության Սենատ վերնախորհրդի հիմնադիր անդամներից մեկը եւ շնորհավորում եմ նաեւ պարոն Գրիգորյան ձեզ այս բարձր եւ պատասխանատու, շատ պատասխանատու ուսադիրներին արժանանալու համար։ Այլևս դուք ոչ միայն պատկանում եք ձեզ, այլ նաեւ հայրենիքին։ Հետևաբար մոտակա նիստերից մեկի ժամանակ ես կխնդրեմ մեր գոլեգաներին, որպեսզի, քանի որ մենք ունենք համակարգող այդպես հանձնաժողով, լրատվության եւ տեղեկատվության համակարգման այդ օթյակը պետքա ինձ թվում է, քանի որ ձեզանից առավել վարիչ ես չեմ տեսնում։ Այսինքն դուք պետք է համակարգեք եւ դա ոչ թե ես ասում եմ, որ դուք ցանկանում եք թե ոչ, այս ոնց որ ասում են հայրենիքը ինքն է պարտադրում եւ պարտավոր եք դուք ենթարկվելու։ Շնորհակալություն պարոն Նուրումյան, Աստված առաջ, խնդրեմ, եթե բան ունեք, շարունակեք։ Հա, քանի որ Աստծուց խոսք բացեցի, հիմա ես միած սյուրպրիզ եմ ուզում բացած լինեմ, թե մեր հայրենակիցների, թե աշխարհի համար։ Ողջ աշխարհը գիտի Մայր Թերեզային, որպես մի անձնուհի, որպես բարերար, որպես բարեպաշտ, որպես առաքինի, որպես այն ամենը ինչը որ մարդկային արժանինքներով աստվածատուր ազնվորություն է եղել։ Բայց ոչ ոք չգիտի, որ Մայր Թերեզան ինքը հայուհի է։ Մայր Թերեզան ինքը, այո, երբ երկրաշարժից տուժած օգնություն է բերել երկրաշարժից տուժած անօթևանների համար եւ վեհապարի հետ ինքը հանդիպում է ունեցել, նրանք իրենց առանձնազրույցի ընթացքում խոսել են միայն հայերեն։ Վեհապարը հետո մնացածին տեղեկացրել է, որ սա պատահականություն չէ, մի զարմացեք, ոչ թե Մայր Թերեզան տիրապետում է հայոց լեզվին, այլ հոր կողմից ինքը հայուհի է եւ իր իսկական ազգանունը, անունը որպես այդպեսին, որ գրանցված է Ագնես Գոջե Բոյաջո, բայց Բոյաջան է իր ազգանունը, իսկ բնատուր հոր կողմից տրված անունը եղել է Գայանե, Սուրբ Գայանեի անունով։ Այսինքն Մայր Թերեզան ինքը Գայանե Բոյաջանն է։ Եվ քանի որ դու խոսք բացեցիր Աստծուց, ես հիմա ուզում եմ մի բառ ասեմ ու անցնենք առաջ։ Ուրեմն Մայր Թերեզա Կալկատացին շատ բաներ ունի արված եւ ինքը արժանինքներով լեցուն մի անձնավորություն է եղել, բայց
Ես ուզում եմ նրա թևավոր մտքերից ասեմ, չերկարացնելով, քանի որ սահմանափակիչ ժամանակը, տեսեք թե ինչ է ասում նա իր խոսքերից մեկի ժամանակ։ Կարևոր չէ թե ով ինչ է ասում ձեր մասին։ Ամեն ինչ ընդունեք ժպիտով եւ շարունակեք անել ձեր գործը։ Եթե սկսեք մեղադրել մարդկանց կամ արդարանալ, ժամանակ եւ ուժ չեք ունենա ձեր գործը շարունակելու համար։ Իսկ կյանքը շանս է, այն պետք է օգտագործել, այն չափազանց գեղեցիկ է եւ իզուր մի վատնեք։ Մարտահրավերները ընդունեք ժպիտով։ Ամենամեծ աղքատությունը դա սրտի աղքատությունն է։ Եթե հաջողություն ես հասել, ուրեմն ապա կարող են նաև դու ունենաս բազմաթիվ ճուզողներ, չկամներ, իսկական թշնամիներ նաև։ Եվ քանի որ ես գիտեմ, որ շատ է մտահոգված մեր հովազների այժմյան հրամանատար։ Ես կուզենայի, պարոն Նորումյան, ես կուզենայի մեկ շարադրություն ասել, հետո խոսքը տայի ձեզ, եթե կարելի։ Շատ բարի, հա, քանի որ շատ բարի մտքիս եկավ դրա համար, որտեղ օրինակները շատ են, ինքը մտքիս եկավ, խնդրեմ, լսում եմ։ Ես մի կարճ ամփոփում տամ, հետո նոր խոսքը կփոխանցեմ, սիրելի հայրենակիցներ, մենք ունենք երկուշաբթի օրը շատ կարևոր ինֆորմացիա լրագրողների հետ, կոնֆերանսի հետ միասին, տարբեր պրեսեներ փորձել են, որ հասկանանք ինչ քայլեր ենք մենք ձեռնարկելու, այո, մենք ձեռնարկել ենք շատ կարևոր երկու անձերի հանդեպ որոշումներ, որի համար ես շնորհակալությունս կհայտնեմ երկուշաբթի օրը, բայց ինչ մնում է Սև Հովազ ռազմահայրենասիրական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանին, ես նորից իմ կոչը դատախազին, իմ կոչը նորից քննիչին, որ եղբայրք, ես ձեզ նորից ասում եմ, ձեռքերդ վերցրեք Սերոբ Գասպարյանից, որովհետև շատ լուրջ մարտահրավեր է ձեզ սպասվում, մենք հետ նահանջողը չենք, մենք ձեզ կոպիտ ասած նվեր չունենք տալու, այն ինչ որ տվել ենք նրա եղբայրի, եղբոր որդին եւ մնացած մեր 5000-ից ավել հայրենակիցներին, որ սպանեցին, ու դուք փորձում եք այդ մարդասպանների գործը շարունակեք, նայեք ձեզ զգուշացնում ենք քրիստոնյա վայել եւ հայ տղու տեսակով, մենք չունենք ձեզ հրամանատար տալու, երկուշաբթի օր ինձ թվում է դուք կհասկանաք վերջնականորեն, թե ինչ գործ է եւ ինչ գործեր են լինելու, նորից եմ կրկնում, ազատ արձակեք Սև Հովազի հրամանատարին Սերոբ Գասպարյանին, նա արդար է, դուք չունեք ոչ մի իրավական ուժ նրա հանդեպ, ես նորից եմ ասում, դուք չունեք ոչ մի իրավական, ոչ մի ապացույցներ, այն շինցու գործը, որ փորձում եք լռեցնել այդ անձնավորությանը, ձեր մոտ այս անգամ չի ստացվելու, ես ասում եմ, երկուշաբթի օրը մենք ունենք հայտարարություն, իսկ այդ հայտարարությունից հետո մենք կփորձենք գործել մեր հայտարարածը, նշան այն ինչ որ մենք խոսում ենք, դա գործում ենք, այն ինչ որ մենք ասում ենք, դրա հետևից մենք գալիս ենք, այնց որ ես ձեզ նորից զգուշացնում եմ, փորձեք շատ արագ ձևով, շատ հանգիստ ձևով Սերոբ Գասպարյանին հանգիստ թողեք եւ ազատեք, դա դուք կհասկանաք երկուշաբթի օրը, երբ որ մենք լրագրողի հետ կփորձենք բարձրաձայնել եւ մնացածը արդեն Արամ Մկրտչյանի հետ, երևի երկուշաբթի կամ երեքշաբթի ավելի մանրակրկտորեն ձեզ կհասկացնենք, որ մենք չունենք ձեզ էլ նվեր տալու ոչ մի բան, մանավանդ գործող եւ առողջ հրամանատարին, իսկ ինչ մնում է Վարդան Ղուկասյանին, ես նորից ասել եմ, այո, ես կապ ունեմ, անձամբ ունեմ կապ, ինչ չի հետաքրքրում մարդիկ դա հավատում են թե չէ, Վարդանը դուրս կգա եւ նա ինքը իրեն կասի, որ այո, Գևը իմ հետ կապնվել է, երկուշաբթի օրը մենք մի բան կարձանագրենք եւ կբարձրաձայնենք, որ ավելի հասկանալի լինի մարդկանց համար, իմ կոչը Վարդան Ղուկասյանի համար ինչումն էր, ես քրիստոնյա եմ,
ես իմ քայլն եմ անում, ես նույնց ասում եմ, Աստվածաշունչը ինձ սովորեցրել է մեկ բան. եթե Քրիստոսը 99 գառին թողել է եւ 1 գառի հետևից է գնացել, այդ նույն քայլը ես եւ մեր գոլեգաները այդ նույն քայլին են գնում եւ դա լինելու է շարունակական, մեր հայրենակիցները շատ թանկ են մեր համար, այն մարդիկ, ով որ ընդդիմանում են այսօրվա քաղաքական այս ծաղրացույցությանը ու փորձում եք անձերի հետ անձը հայոհելա թե իր անձնական կյանքը ինքը ոնց է ապրում, դա մեր խնդիրը չի, մենք չենք մտնում մարդկանց անձնական դաշտ, ես ինքս ասել եմ, հիմա էլ եմ ասում, ես բլոգեր չեմ, իմ կոչը մեր հայրենակիցներինն է, իմ ժամանակը ես տալիս եմ մեր հայրենակիցների համար, իսկ հետին միտք ինչ-որ մարդիկ, ես վերջերս ինչ-որ մի հատ YouTube ինձ ուղարկեցին, որը շատ էժան էր, մի կնոջ յութուբեր, շատ էժան էր, հավատացնում եմ ես դրա ժամանակը չունեմ, եթե ես մեկի համար ժամանակ տրամադրվեմ ու հարց ու պատասխանի գնամ, ինձ չեն կարող իմ տեսակին այդ ձևի յութուբիստը պատասխան տա, չի կարող տա, որովհետև դա ճիշտ չի, ես նորից եմ ասում, սխալ ինֆորմացիա եւ սխալ տեղեկությունները անելու դեպքում բոլորդ կլինի աշխարհիկ թե օրենքով, երկու կողմից էլ պատասխան պիտի տաք, ով ուզում է լինի, ով ուզում է, ես ինքս ոչ մեկի պրիվատ կյանքը չեմ մտնում, ես ոչ մեկին իր գործողությունը չեմ փորձել խանգարելու, ես մենակ մի կոչ եմ անում, հիմա էլ եմ անում եւ մնում եմ իմ սկզբունքներին, ես քրիստոնյա եմ, քրիստոնեության մեջ Բաբելոն ստեղծելը դա ամեր առաջի մեծ մեղքն է, մենք պետքա չսերմանենք հայի դեմ կռիվ, մենք պետք է չսերմանենք բաժանություններ, սա է եղել իմ կոչը եւ իմ կոչը մնում է նույնը, եթե դուք քրիստոնյա եք եւ խոսում եք Աստծո խոսքով եւ ասում եք, որ դուք քրիստոնյա եք, ուրեմն խոսեք քրիստոնյա վայել եւ մտածեք քրիստոնյա վայել ձևով, սա է իմ սկզբունքը, դրանից ավելը ես չունեմ, ու ոչ էլ ես փորձում եմ որևէ մեկին վիրավորեմ կամ ինչ-որ մեկի դաշտը մտնեմ, քավ լցի, եթե մեկ ուզում է գումար աշխատի, թող աշխատի, բայց նորից եմ կրկնում, մարդկանց դժբախտության վրա մարդիկ դիվիդենդ կամ գումար աշխատելը դա ինձ թվում է դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, չի կարելի։ Մենք պետք է բոլորս միաձայն, միաբան կանգնենք մեր հայրենակիցների կողմը, մեր երկիրը կանգնած է աղետի առջև, մեր երկիրը կանգնած է համար մեկ պատերազմային գոտում, որ մենք չգիտենք վաղը կամ հենց այս րոպեին ինչ կլինի մեր երկրի հետ, դրա համար իմ կոչը բոլորին, ես չունեմ վատ հայ իմ համար թանկ է, ես քրիստոնյա եմ եւ ես բոլորի համար կանգնած եմ, իմ համար կապ չունի անունը, ազգանունը, կարևորը որ նա հայ է, կարևորը որ նա քրիստոնյա է։ Աստված օրհնի, պարոն Նուրումյան, ես ձեզ հարց ունեմ տալու, լինելով դուք երկար տարիների օրենքում գործող աշխատող, ինչպես եք գտնում այսօրվան, որ գործող հրամանատարին, մարդ, որը 30 տարի կռվել է, մարդ, որի ընտանիքից 2 հոգի զոհ տալով ավելի սպանեցին հզոր հրամանատարին ու այսօր իր զորքը սև հովազը կանգնելով առաջնիկա գոտում հրամանատարին պահելով անազատության մեջ, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս հարցում, խնդրեմ։ Գևջան, պարոն Գրիգորյան, ձայնը կտրվեց վերջում։ Ինչ եք կարծում, երկար տարիների օրենքում գործող անձնավորություն եք եղել եւ բարձր կադրով։ Ես հասկացա այդ կանը։ Լավ, հիմա ես ասեմ։ Իհարկե երևույթը շատ բացասական եմ գնահատում, դա առաջի դեպքը չէ, բոլոր ասենք հայրենանվեր անձնավորությունների նկատմամբ միշտ որոշակի բաներ կիրառվում են, որովհետև մենք թողած հիմնական բանը գործոնը, այսինքն Հայաստանի ազատագրության թեման զբաղվում ենք երկրորդական, երրորդական, չորրորդական հարցերով։ Իսկ Հայաստանի ազատագրության թեման դա այժմ էական է։ Անկամ ես կասեի նախկին դարից եկող, չէ՞ որ
Նալբանդյանը գրել է, չէ՞, ազատություն գոչեցի, թող որոտային, չէ՞ ազատ նստված այն օրից ինչ հացեցավ շունչ փչեն իմ հողանուց շեվածքին, այո, այսինքն ռուսական, ցարական եւ թուրքական ենիչերական լծից ազատվելու դեմ էր գրում Նալբանդյանը, մինչև այսօր դա շարունակում է, պառակտում են եւ Սերոբ Գասպարյանը հենց այդ շարավիղներից, այդ զոհերից մեկն է ինքը, դրանից առաջ Սասնա ծռերն էին, Սասնա ծռերից առաջ են մեր հայրենիներն էին արաբո ջոկատից, որ մինչև այսօր էլ առեղծվածային մնաց նրանց անհետանալու փաստը, իսկ դա ինչով է կազմակերպվում, դա ռուսական կոլցո օպերացիաներով է կազմակերպվում, ու պատահական չէ, որ այդ ռուսական կոլցո օպերացիաների այդ բանի տակ, ֆոնի տակ, այսօր ձերբակալվում է նաև Սերոբ Գասպարյանը, եւ եթե Սերոբ Գասպարյանը ինքը այսօրվա վիճակում գտնվելով կալանքի տակ շարունակում է իր պայքարը, ուրեմն մենք պարտավոր ենք նրան օժանդակելու, նրան նեցու կանգնելու, քանի որ նա վերադառնալով հանդերձ գալու է եւ միանալու է մեկ ընդհանուր դրոշի տակ, որը կոչվում է Եռագույն, եւ այդ նույն քնիչը այսօրվա վիճակում, որ իրենից հարցազրույց է վերջնում կամ ինչ որ հարցաքննություն է տանում, եւ այդ նույն դատախազը ես ամուսված եմ, պարոն Գրիգորյան, վաղը բոլորը մեկ մարդու նման գալու են եւ կենտրոնանալու են Եռագույնի տակ, բոլորը խոնարհելու են իրենց դրոշները, իրենց ուսադիրները, ամեն տեսակի պաշտոնները այս մի Եռագույնի տակ, որտեղ դրանում ամեն ինչ ասված է, պետությունը հենց այնպես չի ստեղծվել, պետությունը դա տկնաճան, դարերից եկող հազարամյակներով հասած մեզ մի անգին երևույթ է, որը որ դրանից ենկոմ չկա աշխարհ, իսկ այդ պետության հիմնասյուներից մեկը, թե նախկինում եղել են Ռուստամին ճանաչելով հանդերձ, հա, իր եղբորը, եւ այսօր այդ Սերոբ Գասպարյանը շարունակում է իր եղբոր գործը, դրանից առաջ Մանվելն է, չէ, Մանվելին էլ ինչ որ տուշոնկաներով բան արեցին, չէ, ինչ ուզում ա լինի, ես երբեք Մանվելի կողմնակիցը չեմ եղել, որտեղ գաղափարապես ես լրիվ ուրիշ մարդ եմ, սակայն նրա անցած ուղին, նրա ազատագրական այդ ճանապարհը, որը որ ինքը կարողացել է կերտել եւ մեզ նորից ուժ հավատ եւ հաղթանակներ պարգեւել, նա ամեն ինչ ցես թողնում ենք մի կողմ թերությունները հանդեր եւ կենտրոնանում ենք նրա մարդ տեսակի, նրա զորավար տեսակի վրա, միանշանակ բացասական եւ այսպես քոպես ես չի ուզենա, քանի որ ես ուզում եմ խնդրահարույց ձևով ասել հարգելիներս եւս մեկ անգամ վերանայեք մեր հայորդու, որը իր արյունը, իր ամեն ինչն ներդրել հայրենիքի պաշտպանության համար, մեկ անգամ եւս վերանայեք եւ դուք ինքներդ կհամոզվեք, որ պարոն Գասպարյանը ինքը արժանի է ազատության, իսկ ազատությունը դա տալիս է ինքը Աստված։ Պարոն Նորոնյան, այդպես հարց տալով հարց ունեմ, հարց պետքա տամ ձեզ, ինչպես լինելով դուք Հայաստանի քաղաքացի, հայ սպա, արդյոք ձեր համարել է դա, ինչպես այսօրվա վարչապետը ասում է, որ Արարատյան դաշտավայրը դա Արևմտյան Հայաստանն է, ձեր կարծիք հետո նոր արդեն հարցերը շարունակեմ, արդյոք դուք համաձայն եք այդ վարչապետի խոսքերին։ Ուրեմն տեսեք, պարոն Գրիգորյան, համաձայն լինելու կամ համաձայն չլինելու խնդիր չի, ըստեղ խնդիրը պետության պահելու խնդիրն է, նա որպես վարչապետ, ինչ որ ինֆորմացիաներին տեղեկացված լինելով հանդերձ, բաներ է ասում, որը որ այսօրվա վիճակում պետքա նախ առանձին փակ թեման է, որ լուսաբանման ենթակա չէ, որպես մարդ, որպես հայ, որպես տեղեկացված ազնվորություն, հա, ես գտնում եմ, որ
ոչ միայն այս ասենք արևմտյան հատվածը Հոկնեմ Բերյանն կամ ասենք ոնց որ հիմա սիրում են բանով սարկազմով ասել երրորդ մասն է, չէ, արևմտյան Հայաստանը դա արևմտյան Հայաստանի, այսինքն հայկական բարձրավանդակի արևմտյան հատվածն է։ Արևելյան Հայաստանը դա հայկական բարձրավանդակից այս կողմ ընկած հատվածն է։ Դրանից բացի մենք ունենք Պարսկահայք, որ չպիտի մոռանանք, ունենք Կուտիկ, ունենք Փայտակարան, ունենք Բագի Բագարան, Վրկանացով, հայկական ծոց, որ մեկը ասեմ։ Այսինքն այդ ամեն ինչը երբ իրար ես գումարում, Միջագետքից սկսած գալով մինչև Երևան, գալիս է 1 միլիոն քառակուսի կիլոմետրը անցնում է, եւ դրա պեղումները, որ հազարամյակներ են անցնել, քանդեն, հայկական տառեր ու հայկական մասունքներն են դուրս գալու։ Ես դրանից, ես դրա բանից ես չեմ երբեք, այսինքն չեմ էլ մտածում, որտեղ ինչպես դու ինքդ ես սիրում ասեն, ամեն ինչ Աստծո ձեռքին է, ամեն ինչ Աստծո ձեռքին է, օրը գալու է բարին հետ է։ Այսօրվա վիճակում մենք պարտավոր ենք պահել ու պահպանել եղածը։ Մենք դեռ չգիտենք ինչեր են սպասվում մեզ, եւ այսօրվա վիճակում ես տեղյակ եմ, ստեղից նայում եմ, որ օպերային վրաններ են խփում։ Հա, մեր հայրենակիցները բանից, Հայաստանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Երևան վերադարձած, իսկ նրանց փախստական չեմ անվանում, որտեղ ես միշտ համարել եմ Հայաստանի Հանրապետության մի մարզը։ Նա եղել է մեր Հայաստանի Հանրապետության 11-րդ մարզը, ինչքան էլ ուզում է դրոշակներով բանով ինչ-որ բաներ անեն։ Եվ մեր Արցախ նահանգի կամ Արցախ մարզի քաղաքացիները, որ այսօրվա վիճակում համախմբված հավաքվել են բանի օպերայի հրապարակում, ես կուզենայի, որ նրանք հավաքվեին, իմիգային, մենք ստեղ բան ունենք, մեր վերնախորհրդում ունենք Արցախի ներկայացուցչության համար տրված առանձին տեղեր, մենք դրա կարիքը ունենք, մանդատակիրները, ովքեր որ ընդեղ եղել են պատգամավորներ, ովքեր որ եղել են, խնդրեմ, մեր դռները բաց են, կարող են գան եւ բոլոր այդ խնդիրները մեզ հետ միասին քննարկվի, սա պետություն է եւ մենք ոչ թե դեմ ենք պետությանը լինելու, երբեք դեմ չենք, մենք օժադանկելու ենք, քանի որ մենք եւս պետական կառույց ենք, այսօր արտահասթիկային ամեն մեկս մեր գործի տեր, բայց մենք ինքներս որպես էնտուզիաստ, ավանգարդիստ կարողանում ենք մեր ժամանակից, մեր միջոցներից խնայելով մեծուկ լինել մեր հայրենակիցներին։ Հիմա օգտագործելով ձեր եթերը, իհարկե ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ դիմել ընդեղ եւ ոչ միայն ընդեղ հավաքված հայրենակիցներին, այլ քանի որ Ամերիկայի հայերը իրենց տեղերն ունեն, մեր մայրցամաքի հայերը իրենց մանդատներն ունեն, Ավստրալիայի հայերը իրենց մանդատներ են, Միջագետքի հայերը, Ռուսաստանաբնակները իրենց մանդատներն ունեն։ Ձեր ցավը տանեմ, եկեք եւ ձեր մանդատներին տեր դարձեք։ Մենք միասին ենք ուժ։ Եկեք կենտրոնացեք մեկ դրոշակի տակ։ Դա է մեր միակ փրկության ուղին, դա է։ Եվ այդ դրոշակով մենք կազատագրենք ոչ միայն հայկական բարձրավանդակի արևմտյան հատվածը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանի Հանրապետության, այլ կգնանք առաջ եւ կապրենք մարդավայր, ոչ թե այս բանով որ անընդհատ հապեկում են։ Ես հարցեր ունեմ տալու, մի քանի հարցեր ունեմ, այլ ժամանակի շատ կուզենայինք լսել այսպես անթիվ բառեր, մանավանդ Թերեզայի, որ ասեցիք հայ ամայր Թերեզա, շատ դրա հարցով մենք դեռ կքննարկենք առանցին իրար հետ, դուք պետք է հենց ապացուցեք դա, որտեղ շատ բան եղավ, բայց ես այդ նյութերը կուղարկեմ, ես գիտեմ որ ես այնպիսի քարծակող նյութեր կես կուղարկեմ, որ դու բոլորին կարողանաս տեղեկացնել։ Պարոն Նուրումյան, ես ուզում եմ, որ կարճ ես խոսեմ Սենատի գաղափարախոսության, թե Սենատը ինչ ուժ է եւ
ինչ կարող է լինել, ինձ թվում է մենք երկու շաբթի օր լրագրողից հետո, երբ որ մենք լրագրողների հետ կունենանք հարցազրույց, հետո կունենանք եթեր պարոն Մկրտչյանի հետ, ես կուզեմ, որ պարոն Մկրտչյանը բացի այդ վարակույրները, որ մեր հայրենակիցները, որտեղ հիմա իմ մոտ շատ զանգեր կան, շատ հարցեր կան պոզիտիվ, որ փորձում են, նրանք արդեն հասկացել են ինչ է նշանակում, դրա համար մենք փորձեցինք այդ երկու նամակները բարձրաձայնել եւ հետո այդ նամակները մենք կցուցադրենք մեր հայրենակիցներին, որ դա լինելու է բոլորի համար այդ կառույցը, ոչ թե դա ինչ-որ կառույց է, ինչ-որ մեկի, այլ ոչ, դա հիմնված է մեր հայրենակիցներից տարբեր երկրներում ու դա շատ մեծ ուժ է իրանից ներկայացնում եւ ներկայացնելու ավելին մենք փորձելու ենք ավելին բացատրենք դետալային թե ինչ է նշանակում եւ ինչ զսպող ուժ է սենատ գաղափարը թե սենատը ինչ կարող է ապագայում անել, որ այս թյուրիմացությունները, որ հիմա նրանք փորձում են մեզի տերորի ենթարկել վախով, եթե դուք չհամաձայնվեք Սյունիքը կտանք, եթե չհամաձայնվեք Սևանը կտանք, այսինքն նույնն ասում է կուկու։ Դա այդ դրա համար ասացի, որ պետք է ժպիտով ընդունել։ Լուրջ չընդունել։ Ժպիտով իհարկե մենք այո, բայց պետք է գործել եւ հասանելի սարքել, պարոն Ուրումյան, այս ամեն ինչը մեր հայրենակիցներին ոչինչ։ Միանշանակ։ Ես ուզում եմ ուղղակի մեկ հարց ձեզ դիմել, խնդրում եմ վարչապետը ասեց, որ մեր երկիրը, Հայաստան երկիրը չունի կատաստր, ես հարց տվեցի եւ այդ հարցը շատ լրագրողներ ինձ գրեցին, իմ հարցի պատասխանը սա էր, որ վարչապետն ասում էր, որ մենք չունենք կատաստր, արդյոք եթե մենք չունենք լավ, վերցնենք այս խեղկատակությունը լուրջ, որ ասենք լավ, եթե մենք չունենք կատաստրի թուղթ վկայական, ապա նա որ երկրի վարչապետն է լեգիտիմ, դա նույնն է, եթե դու ասես ես պասպորտ չունեմ, ես հայրենիք չունեմ, ես չգիտեմ ես ով եմ, դա նույնն է, խնդրում եմ կարճ ձեր կարծիքը պարոն վարչապետին, որ մեր հայրենակիցները հասկանան, ոնց կարելի է այդպիսի խեղկատակ բար բարձադրել, դա ինչ է կոչվում, եթե ոչ ասելով, որ մեր երկիրը ազատ է, դեռ նա չունի կատաստր, եթե ով որ մտնի եւ գրավի, նա ես այսպես եմ այս հարցը վերցնում, եթե երկիրը չունի կատաստր, ուժեղը ով մտնի այդ երկիր, նա կունենա այդ երկրի կատաստրը, ես այդպես եմ հասկանում, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Գեորգ ջան, ուրեմն այս մեկնաբանությունը, որտեսի բոլորիս համար մեկընդմիջ փակ լինի եւ բաց բան չլինի, ես հուսով եմ, որ եթե անգամ ինձ համար հարգարժան, որտեղ իմ երկրի ղեկավարն անկախ ամեն ինչից, պարոն վարչապետն էլ եթե չլսի, նրան հասցնող կլինի, ուրեմն ես ուզում եմ բացի իմ կարծիքը ասելուց, փաստեր բերել եւ այդ փաստերով ես գիտեմ, որտեղ դու այնպիսի նոր բան առողջ մթնոլորտ ես բերել, որ բոլորն էլ հիմա կլանված հետևում են քո հաղորդումներին։ Հիմա տեսեք, պարոն վարչապետի խոսքը հիմնվում է իր նախորդների կատարած գործունեության վրա։ Իր նախորդների կատարած գործունեությունը, տեսեք, իր շահկապված է գալիս, ես հերթականությամբ եւ կարճ 3-4 նախադասությամբ ես հարցի պատասխանը տալու եմ, որ բոլորի համասա մեկընդմիշտ փակված թեմա դառնա։ Իր նախորդների գործողությունները ելնում են Մոսկվայի թելադրանքից։ Մոսկվան ինչ ասել է, նախորդները կրկնել են, Մոսկվան ասել է մադրիդյան սկզբունքներ կրկնել են, ասել է բան փաթեթային բանի ինչա Կազանյան եսի ինչեր, վերջում եկան Հասան Ալմաթայի եսի ինչերի։ Հիմա այս մարդուն այդ թղթերն են դեմ տալ, ասում է դուք եք մեզ ներկայացրել։ Աշխարհը այդպես է ասում, ասում է դուք մեզ ներկայացրել եք այս թղթերը։ Դուք եք ներկայացրել։ Այս մարդը գալիս է, ասում է լսի, ես ինչ թղթեր եք տվել ընդ, ես գոնե նշանակվելուց այդ թղթերը ինձ ցույց տայիք։ Հա։ Սրանք էլ հիմա էս է եղել։ Չեն ասում, այսինքն սրա փոխանակ մի անգամ տղամարդավի կնան իմ հարգարժան Վոդրովիլսոնից, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից ուզել։ Ասեն ընկեր ջան, դու եկել ես դեմարկացիա ես արել։ Դե հիմա
արի կանգնի, որ մենք գանք այդ չափած ձևացների տերը դառնանք։ Միասին քո խաղաղապահ ուժերն ես բերում, ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերն ես բերում, թե մենք համատեղ ենք ինչ որ բաներ ծրագրում, պիտի մենք որոշենք դա։ Այսինքն սրանք փոխանակ իսկ ինչի չեն արել, որովհետև դրանից առաջ, հա, սրանք ունեցել են Ալեկպոլի պայմանագիրը 18 թվին, Ալեկպոլի պայմանագրով պիտիկայի 4-5,000 քառակուսի կիլոմետր բան են թողած եղել։ Հա, հետո ռուս-թուրքական պայմանագիրը կնքեցին Մոսկվայում եւ Մոսկվայի պայմանագրի, աննորեն պայմանագրի, որ մինչեւ այսօր աշխարհը չի ճանաչում։ Պայմանագրի հիման վրա Կարսի պայմանագրով ամբողջ մեր արևելյան հատվածից գալի հատվածը պլյուս արևմտյան Հայաստանով հանդերձ թողեցին Թուրքիային։ Փոխանակ այս ամեն ինչը լուրջ բարթավայր սրանք վախենում են խոսալուց, վախենում են, որտեղ Մոսկվան անենց է վախացրել, որ սրանք ահաբեկված վիճակում են։ Եվ ջան, ամբողջ պատմությունը հենց դրանից է գալիս։ Նիկոլն էլ ասում է դե մեկ տվեց սա, հիմա եկեք կողքից կանգնեք, միասին եկեք, մի հատ բան հարցազրույց եք անում, ինչ եք անում, փաստաթղթերը իմի բերեք, ժողովուրդն էլ հասկանա, ես էլ հասկանամ, դուք էլ հասկանաք, կամ ես հրաժարական եմ տալի աղբեր, կամ էլ գնում ենք առաջ, չեն գալի, մոտիկ չեն գալի, վախենում են։ Ամբողջ հարցը այս դրանում է, դրա համար ես եւ մեղադրում եմ ինչի համար, որ ստանձն առնելուց առաջ ինքը այս մանրամասնությունների մեջ չի մտել, պարոն Մկրտչյանի ինձ ձեզ։ Մի րոպե, պարոն Նուրմյան, մի րոպե, մեկ վայրկյան, ուզում ենք հասկանանք։ Եթե չգիտեր, ապա ինչպես կարող էր դառնալ վարչապետ 1։ Երկրորդը, երբ որ նա վերցրեց այդ աթոռը, այդ վարչապետության գործողությունը, նրա դեմ նա ուներ բոլոր վարչական իրավունքը, բոլոր թղթերը, պետական, գաղտնի թղթերը, այն թղթերը, որ հայտնի չի մեր հայրենակիցներին, նա ծանոթացավ, երբ որ այն վաղ նա խոսում էր սիրո եւ ասում էր բոլորը 3 միլիոնը վարչապետ եք, հետո շարունակեմ, նա ասեց, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, հիմա ուզում ենք հասկանանք, որ 4 տարի, 5 տարի, 6 տարի հետո նոր նա ծանոթացավ այս լուրջ թղթերի հետ, ես խիստ կասկածում եմ եւ իմ կարծիքը մնում է նույնը, սա եղել է մեծ առևտուր, որի համար իրեն առաջարկել են, որովհետեւ հեսա ես հիմա մի բան շարունակեմ, երբ որ նա ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, նա պատերազմ հայտարարեց աշխարհով մեկ, որ ես պատերազմում եմ Բաքվի դեմ, համար մեկ, նա ոչ թե ինչ-որ մեկն էր, նա գլխավոր հրամանատարն էր, մեկ, երկրորդը վարչապետն էր և նա տիրապետում էր բոլոր թղթերին, թեկուզ 30 տարի սրիկաները առևտուր էին արել կամ Ռուսաստան կամ չգիտեմ Եվրոպա, Ամերիկա փորձել են ճնշում գործադրեին, բայց նա չէր կարող ասել Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց հետո շարունակեմ, պատերազմը պարտվելուց հետո նա այս վերջերս, երբ որ Արցախը հանձնեց վերջնականորեն, ասեց ես Արցախի հետ գործ չունեմ, ես Հայաստանի վարչապետն եմ լիգիտիմ, ստեղ նայեք, ուրեմն հարց հիմա, եթե սա դուք լինելով օրենքի մարդ, հիմա պետք է 1 րոպե շուտ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք ինչի համար, նշանակում է, նրանք ասում են 6 տարի առաջ Արցախը Հայաստանա եւ վերջ մարդկանց հրահրելով կռիվ եւ 5000-ից ավել երեխա սպանվեց, հետո 6 տարի հետո ասում է որ Արցախը դա մեր երկիրը չեղե, դա եղել է Ադրբեջանինը, այդ մառախուղեր ուղագի զորքին մցրեց ուրիշ հանրապետության հող, ջարդեց, սպանեց, հանձնեց 150,000 հոգու տներից հանեց սարքեց անօթևան, հիմա էլ ասում է գիտեք ինչ կա, ես այդ երկրի վարչապետը չեմ, սա ինչ է, եթե սա հատուկ ծրագիր չի, պարոն Նուրիմյան, խնդրեմ, ոնց կարող եք մեկնարկել, էսի մենք ինքը փորձում է մեզ գժի տեղ դնել, Արցախը Հայաստանն է, հիմա էլ Հայաստանը չի, միամիտ ենք մտե այդ երկրը։ Պարոն Գրիգորյան, տեսեք, ես հասկացա, քանի որ հիմա
Արդեն դուք եք կազմում այդ պետական օղակի համար իմ կներեք, ես ասում եմ իմ կարծիքը չեմ փոխում, ոչ էլ վախենում եմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ինչ որ վարչակազմից։ Իմ Պարզա, չէ, ոչ մեկս վախենալու։ Մի րոպե, չէ, ոչ մեկս։ Կներեք, պարոն Նուրումյան, իմ համար Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար մարդ երեխաներին սպանելա 5000 հոգի։ Իշքան էլ մառախուղ լիներ, նա գիտեր որ Արցախը Հայաստանն է, նա գնաց Արցախի պաշտպանության, բայց հետո մի բան էր, մենք ունենք պայմանագիր Արցախի հետ, որ մենք անվտանգությունն ենք Արցախի պաշտպանում, բայց հիմա նա կտրականորեն չի ուզում դաժե Արցախի անունը լսել։ Կտրակացման մերը չի։ Նա մարդասպանա, նա է եղել պատճառը 5000 երեխաների, 10000 վիրավորների եւ այսքան որ երեխեքը մի չկան։ Չգիտեմ քանի հարյուրների եւ հազարների է հասնում։ Սա իմ կարծիքն է, դա Եռաբլուրն է ասում, ոչ թե ես եմ ասում, հենա Եռաբլուրը տեսեք, իմացեք, քանի հազար երեխա բերեցինք, թաղեցինք, հետո իմացանք, որ Արցախը մերը չէր։ Սա եթե դավաճանություն չէր, եթե սա բիզնես չէր, եթե սա ծրագրավորած չէր, գլինի Ռուսի կողմից, գլինի Ամերիկայի կողմից, չէ որ նա գերագույն հրամանատարներ եւ նա տիրապետում էր ամեն փաստաթղթի, խնդրեմ։ Խնդրեմ, պարոն Նուրումյան։ Կարող եմ խոսք ասել։ Իհարկե, խնդրեմ։ Ահա։ Հիմա քանի որ այսօրվա այս պահից ելնելով արդեն դուք ինքներդ էլ համարվում եք որպես պետական կառույցի, ես համարում եմ վերնախորհուրդը պետական կառույցի մի մաս։ Դա սկիզբ է դրվել ոչ թե ասենք 2017 թվականի կարծեմ հոկտեմբերի 18-ից մենք ստորագրեցինք բոլորովս միասին, հա, հիմնադիր անդամներով, այլ սա հիմնադրվել է 1899 թվականին, ուշադիր, ոչ թե Հայաստանի Հանրապետության 18 կամ 19, այլ 1899 թվականին Հովհաննես Թումանյանի կողմից մեր պետության առաջին գլուխը եղել է Հովհաննես Թումանյանը, երբ իր տանը ինքը կազմակերպել է վերնատուն, որը դարձել է վերնախորհուրդ։ Հենց այդ վերնատան համարել թե իրան, թե Ավետիք Իսահակյանին կալանավորում է այդ նույն Ռուսաստանը։ Տանում է միայն քանի տարի, կարծեմ 1900 թվականին, 2 թե 4 թվականին նոր բաց են թողում։ Հովհաննես Թումանյանի զավակներին բոլորին կոտորում են, հատուկ այդ մի քանի աղջիկա մնում են։ Հասկանում ես, մենք ինչ չարիքի հետ գործ ունենք։ Հիմա այս ամեն ինչը իմանալով հանդերձ, պետության մասը լինելով հանդերձ, երբ հրահրվեց նորից այդ նույն Ռուսաստան կոչված չարիքի կայսրության կողմից հերթական պատերազմը 2020 թվականին, առաջին 3 օրը մերոք իրոք հասնում էին արդեն Մինգեչաուր, Կիրովաբադը դատարկում էր, բանում հիմա կադրեր կա, այս պահի վիճակում YouTube-ում կադրեր կա, կգտնենք ուղարկեմ քեզ Կիրովաբադը ոնց էր դատարկում 3-րդ օրը։ Չկար է Կիրովաբադ գոյություն չուներ։ Ես գիտեմ մեր հայրենակիցների, չէ՞ ստեղ հարցը մեր տղեկի դուխն ու հոգեբանությունը չի։ Ես հերթով եմ գալիս, որ մեր հայրենակիցներն են իմանան, որտեղ խնամքով թաքցվում է այս փաստերը։ Հիմա Նիկոլը չէ, կներեք, պարոն Նուրումյան, մի րոպե, խնդրում եմ։ Պարոն Գրիգորյան, ես կարող եմ ձեզանից առավել խիստ խոսքեր ասել Նիկոլի հասցեին, բայց պիտի մի օր վերջապես ճշմարտությունը իմանայս ազգը, թե ոչ։ Մի րոպե, մեկ վարքյան, ստեղ ոչ թե գնում է ատելություն կամ ինչ-որ ով իշքան կոպիտ խոսք ասեց, մենք փորձում ենք մեկնաբանել օբյեկտիվ, սիրելի հայրենակիցներ, ես փորձում եմ ձեր հարցերը տալ պարոն Նուրումյանին, սա շատ ճիշտ է այս տեսակը, այս ձևը ես փորձում եմ հենց ուղիղ եթերում ուղղակի բարձրաձայնում ենք Նիկոլ Փաշինյանի, տես մենք ասում ենք ռուսներն արեց, շատ ճիշտ է անում, այո, ես էլ հակառակ կողմից եմ անում, որ հայրենակիցները իմանան։ Կներեք, ինչ ելնում է, մենք մեղավոր չենք, հարևանի հարցն է մեղավոր, բայց մենք այնքան ենք մեղավոր, որ այս օլիգարխներին, այս փողատերերին, այս մնացած 30 տարի չկարողացան այդ ռուսին մի բան համոզել, մի բան սարքեն, ասեն լսի, էս ենք սարքել, տես, եթե էսի կտաս Ստեղ մեղավորը մենք ենք, բայց ստեղ հարցը ուրիշ էր, պարոն Նուրումյան, ոչ թե մեր տղեկի վրան եմ կասկածում կամ կռվին կամ մեր տղեկը հենց հիմա էլ են պատրաստ կռվելու։ Ես նրանց ցավը տանեմ, ես իրանց վրան այսքան մի սեկունդ կասկածում, ստեղ հարցը ուրիշ բառ է, ստեղ գնում է պետական առաջի դեմքի խոսքը։ Արցախը Հայաստանն է
եւ հետո ասում Արցախը մերը չի։ Սրա համար ով է պատասխան տալու։ Ես չեմ ասում տղեկը կռվին, չկռվին կամ ոնց կռվեն, աբսոլյուտ դրա հարցը չի քննարկվում։ Ստեղ գնում է պետական դավաճանության, նա խոսք ասե, նա գերագույն խորհրդի, նա գերագույն հրամանատարն էր, համար 1, ինքը պետք է հրամանատար։ Եթե նա զգաց երկրորդ եւ երրորդ չորրորդ օրը Մինգուշավեր մտնում կամ հասնում էր Բաքու, բայց զգաց որ ռուսի կամ X ալմոլորագայների ձեռքը խառներ, ինչին նա չկանգնացրեց կռիվը։ Մեկը հանձնելու էր, ինքը արդեն գիտեր պետք է հանձներ։ Եկավ մտավ պարլամենտ ասելով ուզում եք կռվենք, կկռվենք մինչև վերջ։ Ինչ է նշանակում։ Եթե դու տենում ես, դու ռուսնա կայնաս կամ թուրքնա կայնաս, ուժային չափ Հասկացա, հիմա ես պատասխանեմ, 41 թվականին եւ Գերմանիան արդեն հասել էր Մոսկվա, նույն ձևով կապիտուլյացիայի էին դեմ տալիս սովետական միությանը եւ ստիպում էին որ հանձնվի Մոսկվայի Կրեմլից արդեն երևում էր գերմանական առաջին դիրքերը, բայց չհանձնվեցին։ Մեր զինվորները չէին հանձնվում, մինչև որ չխառնվեցին եւ հենց Աղդամում, Աղդամ չի, Ակնայա նախանունը, անընդհատ Աղդամ են ասում։ Ակնայում համատեղ շտաբ չդրեցին ռուս, թուրք, ադրբեջանական ու չսկսեցին հերթական կոտորածը։ Իսկ դա սկսվեց, սա էլ չեն ասում, սա էլ պիտի մեր հայրենակիցները իմանան։ Ուրեմն պատերազմից անմիջապես առաջ Նախիջևանում Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսեցին ռազմական նախավարժանքները։ Օրեր առաջ, 3-4 օր առաջ սկսեց թուրքական զորքերը մտցրեց Նախիջևան եւ սրանք սկսեցին իրենց նախավարժանքները։ Եվ արդեն սանձազերծեցին Հայաստանի դեմ այս պատերազմը, այդ դրա մասին մոռացան։ Ոչ ասեցին այդ զորքերը հետ գնացին, ոչ ասեցին հետ չգնացին։ Սա փաստորեն ծրագրված սխեմա էր, որ ոչ վարչապետը, ոչ ես միած շարունակեմ միտքս կարևոր բան եմ ես ասելու։ Սա սրանով պետք է մեր հակահետախուզությունը կամ հաստատի կամ հետքի։ Ուրեմն Նախիջևանում մնացած այդ զորքը սպասում էր իր հատուկ հրամանին։ Երբ եկավ պահը ու արդեն տեսան որ մեր զորքի դեմը առնել չի լինում ու Նիկոլն էլ անընդհատ ասում է Արցախը Հայաստան է եւ վերջը Ես այդ ցավը տանեմ գնում ենք առաջ որտեղ այդ տեղեկատվությունն էին դնում իր դեմը ու իրոք էլ այդ ամեն ինչով հաստատվում էր որ տեղեկը գնում են առաջ բայց մի րոպե պարոն մի վարքյան ասեմ միտքը մին դատի 2 վարքյան մին դատի ես վերջացնեմ դու հիշի հարցը չշեղմենք որտեղ լուրջ բան եմ ասելու ուրեմն Նախիջևանից մենք արդեն Իրանի հետ ունեինք շուրջ 89 կիլոմետր տարածք սահմանակից տարած Խոդահավելինի կամրջով ներեն թափածում այդ ելուզակները որոնք օրեր առաջ Նախիջևանում զորավարժություններ էին կատարում եւ սկսում են մորթոտել մեր հայ երեխեքին սրա մասին ոչ ոք ձեն չի հանում չգիտես թե ինչու Իրանից են վախենում Իրանը թույլ չի տալի թե քո ասացի նման ինչ որ մի այլ մոլորակային է եկել խառնվել հասկանում ես բանը ինչու է այ դրանից հետո ստիպեցին որ ինքը տորմուզնոյ ռիչակը քաշի ու ասի ախպեր ես մեղա Ադրբեջանն Արցախը Ադրբեջանն մեկ հարց ունեմ տալու լավ ասում եք իրան բերում էին ներկայացնում էին գաղտնի հետախուզությունը ներկայացնում էր որ այո մենք հաղթելու ենք այն բանի որ ասում էր անդադ հա հաղթելու ենք լավ Նա ճիշտ էր ասում, սխալ ոչ մի ինֆորմացիա նա չի ասում։ Նշանակում Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում խաբում էին, ճիշտ է։ Խաբում էին, ուրիշ տեղեկություն ոչ ոք չի խաբել։ Այդ Ռուսաստանն է այսօր ասում որ խաբում էին։ Ոչ ոք չի խաբել։ Անկամ մեր ռազմական մինիստրը ուրեմն գալիս ադիպակցաբար սպանեց երեխաներին։ Լսիտես, պարոն Գրիգորյան, հիմա տեսեք, մեր ռազմական պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անգամ այնքան համոզված էր որ ասում էր նոր պատերազմ նոր տարածքներ ու գնում էին առաջ որտեղ թեև ու թիկունքին կանգնած էին ուժեր որոնք որ իրան սպասարկում էին բայց թե ինչ կատարվեց ժամերի ընթացքում ու այդ ոնց ասենք Ռուսաստանը անմիջապես ինչ որ բաներից ելնելով եկավ ու կանգնեց Ադրբեջանի կողքին այն է
Են էլ խափելով որ Իսկանդերներ ինձ ասում էին Օրենբուրգից Իսկանդերներ են բերում իրոք Օրենբուրգից Իսկանդերներ էին բերում Արցախով անց էին կասնում մտցնում էին Ադրբեջան Սամալյոտները իգնատիրները Իշտում էին զորքով մեծ զվարթոց օդանավակայանում ռուսական իգնատիրները գալիս էին որ Արցախը դատարկեն հասկանում ես բայց մի մեշոք մի պարկ ալյուրը բերելու համար դեն տվեցի որ պիտի աղդամով գա որտեղ բանը Արցախը արդեն բանին է պատկանում Ադրբեջանին է պատկանում այդ է մենք ինչ չարիքի կայսրության հետ գործ ունենք որ այսօրվա վիճակում մենք համարում ենք նրան դաշնակից Մի րոպե պարոն Նուրմյան մի հատ հարց ունեմ տալու լավ ինչ եղել է այդ ցավը մերն է այդ դժբախտությունը մերն է զոհը մերն է հիմա դուք լինելով սենատի անդամ հիմնադիրներից Հիմա մենք ասում ենք մեր դեմ կան չարիքներ։ Ես միշտ ասել եմ իմ համար չարիքի դեմը դա Աստծո խոսքն է, իմաստությունն է, նոր առաջուց երկինք, հետո երկրի վրա գործել։ Եթե դու երկնքի հետ չես կարող գործել, լսել երկնքից, դու երկրի վրա չես կարող գործել։ Դա միշտ ես ասելու եմ, իշքան լրատվականները, այս վերջում ես գալու է օրը, որ շնորհակալություն հայտնեմ մի լրատվականից, որ ասեց Գև Թեկուս երբ որ դու խոսում ես քաղաքական եւ հոգեվոր, որ հոգեվորը արգելված է 2 միլիոն դրամից ավելի շտրաֆ այդ անձնավորությունը երկու անգամ եթեր դրեց, դրա համար ես միշտ խոսում եմ, որ երկինքը շատ կարեւոր է բոլոր հայի համար, առանց երկնքի դու չես կարող ոչ մի գործողություն, բայց այդտեղ մի հատ հարց, լավ։ Ամեն ինչ տեսանք, ցեղասպանություն տեսանք։ Երկրաշարժ տեսանք։ Երկիրը 214,000-ից դարավ 70,501 հիմա ասում են Լևոն Տեր-Պետրոսյանը որ ինտերվյուն տվեց ասեց որ 60,000-ն է այդ 60,000-ի 30,000-ը մնաց թե ուր ցնդվավ օդը ցնդվավ ես էլ չգիտեմ ոնց ոչ մեկ չի կարող այդ պատասխանը տա լավ վերջը մեղավորը ռուսն է մեղավորը Հարևանի հարցն է, մեղավորը ամերիկացի, նախ ես ասեմ սիրելի հայրենակիցներ, ես հայ եմ եւ հայամետ եմ, որտեղից գլնի մեր օգնությունը, երբ որ Տերը կողորմա, պետք է համագործակցենք շատ իմաստուն ձևով, բայց ես ուզում եմ մի բան ասեմ, պարոն Նուրումյան, 30 տարի, այս օլիգարխիան, այս անարխիան, ես այսօր շատ հետաքրքրված եմ մի քանի օլիգարխներով, որ դաժե այս երկրի անվտանգությունը Մենք շուտով պրեսկոնֆերանս կունենանք Ավստրիայի Հանրապետությունում, ես ունեմ սուրպրայզ անցյալի եւ ներկայի մարդկանց համար, սուրպրայզ։ Ես ասել եմ, չէ՞, արա, ձեզի ասել եմ, այս քանի տարիա դուք կերել եք, գողացել եք Սփյուռքի եղածը, դուք պատկերացնելով, որ դուք էդի մարսելու եք, դուք չեք մարսելու։ Մեր տղեկի համար այդ օգնությունը, մեր տղեկը, որ իրանց կյանքի գինը դնելով մեր սահմանները, մեր հավատքը, իրանց կյանքը դնելով մեր համար դուք փորձեք ձեր դղյակները սարքեք օտար երկրներում ու դուք պատկերացնում եք մենք չենք հետաքրքրվել ձեզանով այս սրիկաներ հիմա պարոն Նուրմյան ինչ ենք առաջարկում մեր հայրենակիցներին ամեն օր զարթնենք ասենք ռուսնա մեղավոր եւ վերջ ոչ ես դուրս առաջարկում եմ բոլոր իմ հյուրերին մի հատ հարց եմ տալի մեկ հարց բայց խնդրում եմ շատ կարճ Շատ կարճ եւ համառոտ Եթե լինեիք այս պահին, մենք գիտենք, որ մենք կանգնած ենք պատերազմի համար 1 գոտում, հենց հիմա այս պահին, եթե լինեիք այս պահին գերագույն հրամանատարը Հայաստանի, ինչ կբարձրացնեիք Հիմա, եթե չէ, այդպես էլ կա, այսօրվա ղեկավարը ես եմ եւ դուք եք, քանի որ մեզանից բացի ուրիշ մարդ այս գործը չի անելու։ Մենք ամեն մեկը Գերագույն հրամանատարի վերջի խոսքը այս պահին եթե սկսվեր կռիվ, ինչ կասեիք եւ կռիվ չի սկսվելու, միանշանակ եմ ասում, քուճապի ոչ մեկ թող չմատնվի, 100% անոց ինֆորմացիա եմ դեզ ասում, հիմա տեսեք, մենք այսօրվա հաղորդումը սկսեցինք մեր Երանելի Ռոստամի, չէ, եղբոր Սերոբ Գասպարյանի ազատության կոչով, չէ, կոչ ուղեցիք իրավապաշտպաններին քննիչներին, դատախազին, անգամ եկանք հասանք մեր վարչապետին։ Հիմա, ես որ լինեի, ես նույն Սերոբ Գասպարյանին, նույն Սասնա Ծռերին, բոլորին կվերցնեի իմ թևի տակ ու կասեի տղեկ, ինչ էիք ասում, հենց մի հատ ականջից նորից կրկնեք։ Իրանք կհասկանային իրանց ամենը։
Այսինքն մենք առաջի քայլը կանեինք Հայաստանի ազատագրության գծով, Հայաստանը կազատագրեինք, մենք հիմա գտնվում ենք գաղութում, տես ինչ եմ ասում, բայց գաղութում որոշում ենք Հայաստանի Հանրապետությունը, առաջի հանրապետությունն է, երկրորդ, երրորդ, չորրորդ, նախ պիտի ազատագրվենք, նախ պիտի ապստամբություն իրոք, ոչ թե Սարգսովի, այլ իրոք Ֆրանսիայի պետությունը մի անգամ արեց հեղափոխություն, բայց դարերով վայելում է այդ հեղափոխությունը։ Մենք ամեն տարի 8 հատ իբր թե հեղափոխություն ենք անում, բայց ժողովուրդը չգիտես ինչի, որովհետև միշտ իշխել է ռուս մուժիկի սապոգը, բաժանի որ տիրես, նա բաժանել է այն գլխի, դաշտակ հնչակ, եկել պայքարել են արմենականների դեմ, ազատագրված Վանն են հանձնել, հա, այդ ամեն ինչ չի որ եթերով ասվում է, հետո եկավ 88 թվական տեսա որ ժողովուրդը նորից համախմբում է, նորից ազատագրում է, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, կիսես, բաժանի որ տիրես, հա, հետո եկավ այս մեր օրերը, հա, հիմա ասում են իբր թե Քոչարյանն ու Սերժն են, ոչ թե իբր թե համոզվածել են որ դա ծրագիրն է ռուսական, հասկանում ես, պարոն Գրիգորյան, հարցը սրանումն է, մենք առաջնահերթ պիտի ազատագրվենք այդ չարիքից, երբ որ ազատագրվենք այդ չարիքից, լույսը բացվելու է մեր առաջ։ Եվ քանի որ խոսք գնաց այդ քո ասացի վրա, ես նորից ուզում եմ մեր երանելի Մար Թերեզային հիշեմ, ուրեմն իր այցելություններից մեկի ժամանակ ինչ որ մի երկրում այցելությունների նորից օգնություն է տարած լինում, մեծ օգնություն, Նոբելյան մրցանակի տարբեր Անգլիայի թագուհին է նրան պատվավոր Անգլիայի դուստր կոչումը տվել։ Ռոնալդ Ռեյգանն նրան ամեն տեսակի իշխանանշաններով զարդարել։ Ուրեմն մեր երևելին, մեր Սուրբը, մեր Մայր Թերեզան, երբ այցելություններից մեկի ժամանակ լրագրողները իրեն հարցնում են, դուք այսքան բարեգործ, այսքան խաղաղության բան Նոբելյան մրցանակի դափնեկիր, ինչու չեք մասնակցում պատերազմի, տես ուշադիր, պատերազմի դեմ միջազգային միջոցառումներին։ Մայր Թերեզան ոչ մի անգամ չի մասնակցել պատերազմի դեմ մղվող ոչ մի միջոցառումներին։ Ժպտալով ասել, ժպտացեք, խնդրում եմ։ Դուք եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն հետևեք ինձ, ես զինված եմ։ Այսինքն իր զենքը Աստծո խոսքն էր, ասում է, եկեք իմ հետևից։ Եկեք իմ հետևից։ Եթե դուք կկազմակերպեք, գիտա ժողով դվիրված հանուն խաղաղության, ես կմասնակցեմ։ Հիմա մեր պարոն վարչապետին ես ուզում եմ ասել, ոչ թե խաղաղության բանա պետք, տնքել, հա, ինչ որ որևիցե բան կամ ասել, մենք դեմ ենք պատերազմի, չէ Ախմեդ ջան, մենք կողմ ենք խաղաղության, դրա համար զինվում ենք։ Ով զենք ունի նա է խաղաղություն բերում։ Ամեն մեկը բժիշկը իր ասպարեզում, ինժեները իր ասպարեզում։ Մի հատ հարց ունեմ տալու, այս հարցը մի քանի անգամ հնչել է։ Եթե մենք այս պահին օֆիցիալ պատերազմ չունենք Հայաստանի Հանրապետություն եւ Բաքուն, չի եղել պատերազմ Հայաստանի Հանրապետությանը, ես ուղղակի ուզում եմ մի հատ հարց տամ։ Եթե պատերազմ չի եղել, չէ, մի րոպե, կներեք, չի եղել պատերազմ, ինչ խաղաղության պայմանագիր, խնդրում եմ, եթե մենք իրար հետ կռիվ չենք արել, ինչ բանակցության, եթե նա ասում է Արցախը էլ մերը չի փակված, всё, տվեցինք բրծանք, հարց, օրենքով, պետականորեն չկա ոչ մի պատերազմի, ոչ եղած, ոչ գալող, որ ասենք ինչ որ մի բան համաձայնություն, ինչ խաղաղություն, ուզում եմ հասկանամ, եթե Հայաստանի Հանրապետությունը չունի պատերազմ այս պահին կամ չի եղել, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը չի եղել, ինչ խաղաղությամբ, ուզում եմ հասկանամ, ինչի դեմ է ինքը ստորագրում, ինչ է եղել, որ ինչը ստորագրի, բան չի եղել, Արցախը մերը չէ, ինքը ասես, տվեց բրծավ, всё, էլ Հայաստանի հետ ինչ խաղաղություն, քարտեզը կա, կատաստրը իր ասած հեսակը հանի կդնի, ինչ խաղաղություն, ինչի դեմ։ Հիմա տես, նորից գալիս ենք հավը ձվին, տեսինք անընդհատ այդ բերում է, մենք մտել ենք իր միջավայրը, իր ուղեցինը, մենք մինչև իր ուղեցինից դուրս չգանք, հիմա տեսեք, խաղաղության հիմա դրանից առաջ նոյեմբերի 9-ի խազագիրներ բերել, չէ,
ասում է կապիտուլյացիա է կրնում, դրանից առաջ էսի ինչ բաներ էր բերել։ Եղբայր, ուրեմն մեկը չկա դրան ասելու, այդ քո խոսքերը, որ մեկ ոչ ազգային ժողովով ոչ դրանց հետ անտեն մնացած մեջլիսով բանա հաստատվել, որ կամ իրանք են արձակվել, կամ մենք կամ էսի ռուսնա բոքսի ինչ որ բան հրաման տվել, ոնց որ ասեն բան հա ռեֆուժի ասելա բոքս դու կապել եք իրար, քանի որ տես բան չի եղել, ինչ խաղաղության պայմանագիր ընկեր, ինչ Ալմաթայի պայմանագիր եւ կա Ալմաթանովա, ինչ Ալմաթայի կա Մոսկվայի դաշինք եւ կա Գերագույն Աստված Սևլի դաշնագիր, որի տակ մեր երևելի վարչապետը Արոնյանը ինքն Ավետիս Արոնյանը ինքն է ստորագրել մնացած բոլոր երկրների նախագահների հետ անժամանցել է ուժի մեջ է դա գտնվում ինչ Ալմաթայի պայմանագիր հասկանում ես մարդ պիտի լինի որ այս մարդկանց հետ նստի խոսի իսկ պատերազմ ինչու չի լինի որտեղ արևմուտքը արդեն այս ամենը ինչ է որ ես ու դուք հիմա իրար հետ զրուցում եւ քննարկում եք դրա առավելը գիտի դրա համար էլ դիտորդներին բերել է եւ ամբողջ երկրանքով մեկ շարել է իսկ դրանք ինչ են սենց անում Սուրիակը գիտես ինչ բան է Սուրիակը երբ որսորդները գնում են որսի աղմուկ աղաղակ են բարձրացնում որ քնած արջին վարազին կենթանուն որը որ հանկարծ հակի գա ու չիմանա ուրա փախչում հիմա սրանք անընդհատ մի անգամ փորձեցին տեսան Սուրիակը ստացվում է իր բայրակտարներով սուտի մուտի բաներով իրաց 5-րդ շարածը իդեպ մեծ գործ ունես անելու քո առաջին պայքարը լինելու հենց այս հանցագործ 5-րդ շարասյան դեմ դրա համար մենք առանձին մի հատ կզրուցենք առանձին պլան մենք կմշակենք իրար հետ որ 5-րդ շարասյունը պիտի արմատախիլ արվի Հայաստանից հիմա քանի այդ դիտորդները կանգնած են այս մեր դիտորդները մեր մարդ համակի դիտորդները կանգնած են երկանքով մենք չի լինելու ժողովուրդ ջան պատերազմ չի լինելու պաշտոնապես ես ձեզ հայտարարում եմ գնացեք զբաղվեք ձեր առարչական ամեն մի գործունեությամբ Պարոն Նուրումյան, շատ շնորհակալ եմ եթերի համար, շատ շնորհակալ եմ։ Ես ասել եմ մեր հայրենակիցներին օբյեկտիվ ենք լինելու, մենք չենք պայմանավորվում, մենք չենք խոսում մեր զրույցները։ Իհարկե ես մարդկանց ճանաչում եմ, ում հետ պետք է զրուցեմ, ես ուզում եմ եզրափակել։ Աստվածաշունչն ասում է արթուն կացեք, որովհետև վերջին օրերը չար են լինելու են պատերազմներ, երկրաշարժներ, բայց դե դար վերջը չէ։ Ամենակարևորը, որ ես իմ հայրենակիցներին կցանկանամ, չվաճառեք ձեր հոգին, որովհետև հոգին վաճառելով մարմինը ունայն է, դառնում է ոչ մի բան, կավ։ Դրա համար, երբ որ մարդիկ Աստված մարդուն ստեղծեց հողից, այս բոլորը հողի կռիվ է, հողն է գնում։ Բայց գիտեք ինչը կուզեի, որ մարդիկ կռվեն հոգու համար։ Երբ որ դու հոգիդ փրկում ես եւ հոգու համար ես կռիվ տալի, մարմինդ մնում է կայուն իր սահմաններում եւ ավելին։ Սա իմ խոսքն էր, Տիրոջ խոսքով Աստվածաշնչով ցիտած, ես ուզում եմ ասել, առաջինը հոգու կռիվ տվեք, որ ձեր հոգին չվաճառվի, առաջինը փրկեք, Տիրոջը խնդրեք, որ ձեր հոգին մաքրի, հետո նոր փորձեք հողի համար կռիվ տալու։ Աստված օրհնի ձեզ, պարոն Նուրումյան, Աստված օրհնի։ Աստված ձեզ օրհնի եւ ես միանալով ձեր խոսքերին ավելացնում եմ միայն որ հարգելիներս հաճախակի ժպտացեք։ Ժպիտը ուրախությունը բարիք է բերում։ Փորձեք, կամեցեք մեկդ մյուսին, մի նախանցեք, իրար մի ատեք, սիրեք մի այդ ամեն ինչը մեկը փոխադարձաբար է։ Մի բան եղեք, ձեր հայրենակիցն է այսօրվա վիճակում էսպես կասի, թող այդ ժամանակը խաղաղվի, ամեն ինչ կգա իր տեղը։ Բոլորս պիտի մի բռունցք դառնանք եւ համախմբվենք մի ընդհանուր գաղափարի մեր եռագույնի շուրջ։ Այսքան պարոն Նուրումյան, Աստվածաշունչը ասում է 2000 անգամ մի վախեցի։ Աստված օրհնի բոլորիդ կհանդիպենք շուտով։ Ամեն